Տիկին Ալեքսանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարայս եթերին, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, ինչից եք ուզում սկսել, համեցեք։ Շնորհակալ եմ ձերված հնարավորության համար, բարև հայրենակից։ Այսօր չափազանց հուզախռիվ է իմ հոգին, որովհետև խոսելու եմ թեմաների մասին, որոնք ինձ ոչ միայն ցավ, այլև հպարտություն են պարգևում։ Ովքեր ինձ հասակակից են, ինձնից ավագ են, կամ ինձնից ավելի փոքր, կամ կրտսեր ավելի ճեշտ, ովքեր ավարտել են խորհրդային դպրոց, կհաստատեն իմ ասածները, որովհետև ֆաշիզմին հաղթել է խորհրդային երկիրը։ Մտածում եք, էդ ինչու հենց պատերազմի առաջին իսկ օրվանից Արևմուտքը ոչ մի անգամ ձեռք չմեկնեց խորհրդային պետությանը։ Մտածել եք, այդ ինչպես եղավ, որ Թեհրանի կոնֆերանսը, Յալթայի կոնֆերանսը չկարողացան վերջնական ձևավորել այդ դաշնը, այդ փոխհամագործակցությունը, որովհետև Արևմուտքը սպասում էր, թող մի լավ ջլատվեն երկու կողմն, այն ժամանակ նոր մեջ կմտնենք, որպեսզի մենք քաղենք ուղղակի օգուտը։ Ինձ հաճախ աշակերտները հարց են տվել, ասել են, ինչով բացատրել, որ կապիտալիստական երկրները, որոնք ատելով ատում էին և վախենում էին խորհրդային երկրից, դաշնակցեցին նրա հետ ընդդեմ ֆաշիզմի։ Ու ես նրանց շատ հանգիստ բացատրել եմ, երեխաներ, չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, ինչպես այդ մասին ժամանակին ասել է Չերչիլը։ Կան հավերժական շահեր, այ երբ պետական ազգային շահը համընկնում է, մի կողմ են մղվում պետության կառուցվածքը, նիստուկացը, պետական հազարումի գործընթացներ, նույնիսկ մշակույթ, նույնիսկ ռազմական ուժեր, հարկավոր է, անհրաժեշտ է, դաշնակցում են, վերջացավ գնաց։ Ես ուզում եմ հիմա հիշեցնել Հիտլերը, այդ դաշնագույն ժանտախտը կրողը, մինչև խորհրդային պետության վրա հարձակվելը, կարողացել էր ստեղծել այնպիսի մի լրտեսական, հետախուզական ցանց, որը կարողացել էր, կարծեք թե այսպես, ամուր, ամրակուռ պարիսպներով շրջապատված խորհրդային պետությունը պահել ռենտգեն ճառագայթների տակ։ Ուսումնասիրել էին նրա ընդերքը, ամեն ինչը, ռազմական օբյեկտները, որպեսզի ճիշտ կազմակերպեին իրենց հարձակման պլանը։ Այդ հարձակման պլանը կրում էր Բարբարոսսա անունը, որը նվիրված էր գերմանական Ֆրիդրիխ Բարբարոսսա այդ կայսեր հիշատակին։ Բայց դրանից առաջ դեպի արևելք բեստ պլանն էին մշակել։ Էդ ուր էին այդ ժամանակ արևմուտքի երկրները։ Այսօր շատ-շատերը փորձում են Ֆրանսիայի ձուլել հերոս։ Ֆրանսիան առաջին իսկ հարվածից ընկավ և Ֆրանսիայի ազատագրման հարցում Շարլ դը Գոլն էր, որ կարողացավ շատ մեծ աշխատանք կատարել և այն մաքիներն էին, այսինքն պարտիզանները, որոնց մեջ իր ուրույն, իր բարձր, իր անժխտելի դերն ունեցավ հայ ազգի Միսաք Մանուշյանը, որը
Ֆրանսիան ընդունեց որպես իր երկրորդ մայր։ Բամանացած երկրները արևմուտքի դարձել էին Հիտլերի սապոգի տակ տրորված փալասներ, կարելի ասել, որտեղ այդ երկրները բոլորը արտադրում էին զենք, զինամթերք, ինչպես նաև այլ արտադրանք հանուն ճակատի, իսկ այդ ճակատը ուղղված էր դեպի արևելք, դեպի խորհրդային պետություն, որովհետև Հիտլերը այդքան մանրամասն ու նրա իհարկե ոչ միայն ինքը չգերագնահատենք այդ խելապակաս, այդ ընկեցիկի արժեքը, այդքան մանրամասն ծրագիր կազմելուն նպաստելով հանդերձ չէր մոռացել մի բան, որ հույսը դրել էր խորհրդային պետության բազմազգ լինելու հանգամանքի վրա։ Նա մտածեց, որ ինքը կարող է կայծակնային պատերազմով խորհրդային պետությունը կործանել եւ աշխարհը կդառնա իրենը։ Ինչու կայծակնային եւ ինչու բազմազգության վրա էր հույսը դրել։ Հիտլերը մտածել էր, այ եթե մի լավ հարված տանք, անսպասելի, իհարկե նա ուխտադրուժ պիտի հարձակվեր խորհրդային երկրի վրա, ամեն մի ազգ այդ 15 հանրապետությունները, ամեն մեկը կմտածի իր մասին, կփախչե նաչ ու ձախ եւ երկիրը կկործանվի։ Այդպես չեղավ, որտեղ զարգացել էր, աճել էր, զարգացել էր մի սերունդ, որը ամբողջովին տոգորված էր երկրի կառուցման, երկիրը ուժեղացնելու, երկիրը հզորացնելու գաղափարով։ Երբ որ սկսվել է հուլիսի լույս 21-22-ի գիշերը եւ հարձակումը սկսվել է Բրեստի ամրոցի վրա, հենց այդ նույն օրը իմ հորեղբայրը երջանկահիշատակ մեր Վազգենը, գիտեք ինչ նամակ է գրել, որը շատ դգերելուց հետո վերջապես հասել է տատիկիս, գրել է. հարազատներս կարոտել եմ ձեզ, հույս ունեի, որ այս ֆիննական պատերազմի ավարտից հետո կվերադառնամ տուն, հիմա էլ շուն Հիտլերն է հարձակվել մեզ վրա, կկռվեմ, իսկ եթե զոհվեմ, ես կվերադառնամ կամ հաղթանակով, կամ որձգարը եղել է մատաղի համար, այսպիսի սերունդ էր դասյարակվել մեր երկրում, իսկ այդ սերունդը երկնքից չէր ընկել, դա մեր ծնողների, մեր տատերի ու պապերի արգանդից դուրս եկած, նրանց հալալ կաթը կերած սերունդներ, դա բարձր գաղափարներով դասյարակված սերունդ էր, նրան անծանոթ էին թմրանյութեր, թուրքասիրություն, այդ սերնդին անծանոթ էր գլուխ պահել, չաշխատել, առնել թրջել, այդ սերունդը աշխատում էր ու կերտում էր, ահա այս սերնդի սխրանքն է այսօր ուզում ոչնչացնել այս ղզլբաշներից բաղկացած քպ անունն առած այս դեգեներատների ներողություն եմ խնդրում օտար բարի համար այս խմբակցությունը դուք այդ ում վրա եք ձեր պարսացնում ժամանակին մեր լույս Խաչատուր Աբովյանը ղզլբաշներին դիմելով ասել էր Էй, ես ում վրա եք սուր բարձրացնում, հայոց մեծ ազգին չեք ճանաչում։ Ես հիմա այսօր ասում եմ, քեմալական փչացածներ,
դուք ես ում ազգնեք այսպես խաթարում, դուք ղզլբաշներ, դուք ձրիակերներ, դուք անուս անգրագետներ, դուք թուրքի լամուկներ, ես ում վրա եք այսքան ձայն բարձրացնում, ես այսօր նայում էի այդ ասուլիսը, քպեի և հետո մի փոքր կարողացա լսել նաև Աբրահամյանին, Տիգրան Աբրահամյանին, որին իմիջիայլոց շատ հարգում եմ։ Այն Արթուր Հովհաննիսյան կոչված լպրծունը և մեկ էլ են քլչի երախն ընկած գառը, այն Տիգրան ներողություն, Ռուբեն Ռուբինյան կոչվող այս խելապակասը, այ գառ, նա այդես քլչը քեզ վերջում կուլ չտա իր երախով, Ես ովքեր են մեր ազգի ճակատագիրը կերտողները, այ հողը ձեր գլխին, ձեր բերողի գլխին, գիտեք, այն սերունդը, որը հաղթեց պատերազմում, դա արծվենի սերունդ էր, դա արծիվներից ծնված սերունդներ, դա հալալ, պատիվ ունեցող մայրերից ծնված սերունդներ, ոչ թե անհայտ հորից, հայտնի մայրերից, շատ տարօրինակ հատկություններով, ասենք ձեռնափայտ թափահարող, պատշգամբից մատ ցույց տվող, թքող ուխտերից ծնված, ասենք Ստամբուլի չգիտեմ որ խորշերից վաստակած սերունդ, գետինը մտնեք, դուք բոլորդ, դուք ընկեցիկ եք, որովհետև դուք հայ չեք, դուք հայրերից չեք ծնվել, ոմանց մայրերը երևում է որ հայ են, գոնե փաստաթղթերով, ես այլ բան չեմ կարող ասել, բայց ինչպես ասում են օդից կախված լուրերը, շատ բան են խոսում նրանց վարքագծի մասին, Մալաթիա կազմակերպությունում, Ստամբուլում, կամ Թուրքիայի այլ հատվածներում, գիտեք, ժողովուրդ, ոչ մի բան երբեք մինչև վերջ գաղտնի չի կարող մնալ, չի մնում, և ամեն ինչ մի օր դուրս է գալիս ջրի երես, ինչպես ջրի երես է դուրս եկել, որ այս թուրքի լամուկը իրոք թուրքի լամուկ է, իմ սրտից վկայում էր, որովհետև Արցախից մարդիկ կային դեռ 7 տարի առաջ բացատրում էին, թե ինքը ինչ պայմաններում է ստեղծվել և ումից։ Ես պատերազմի ավարտից երևի 4 օր էր անցել, ով գիտե, 20 թվականի պատերազմին է վերաբերում, հրապարակում կառավարական շենքի դեմ դիմաց բարձրախոսով ասել եմ, ես պատրաստ եմ հրաժարվել իմ անուն ազգանունից, կենսագրությունից, եթե նրա արյան մեջ մի կաթիլ հայի արյուն ճարվի, որտև այս աստիճանի ատելություն ոչ միայն զգալ, այլև կարողանալ սերմանել ուրիշների մեջ, միայն կարող էր հաջողվել զտարյուն թուրքին։ Ես միշտ եմ ասում, թուրքի լամուկ, որտև այդպես եմ ես նրան զգում, ուրիշ կերպ չեմ կարող, որովհետև նա հայ եթե լիներ, նախ չէր համարձակվի այդպիսի ծրագրի տակ մտնել, և հետո նրա հոգեկան շեղումները, 7 տարի է գոռում եմ, գոչում եմ նրա հոգեկան շեղումների մասին, հոգեբուժներ, ամոթ ձեզ, բոլորիդ, որ ձեր գոնե մասնագիտական կարծիքը վախենում եք արտահայտել, ես գիտեմ, որ առանց դատախազի սանկցիայի դուք չեք կարող նրանով զբաղվել, բայց գոնե ձեր կարծիքը հայտնելը այդքան վախեցնում է ձեզ, բա դուք ձեր մասնագիտությունը չեք հարգում, ես չեմ հասկանում։ Ինչու այսպիսի նախաբան ընտրեցի, որովհետև հմեկում
այսինքն Խաչագող Քավոր Պետրոսի ղեկավարած այդ լրատվական չգիտեմ դա լրատվություն է թե լրակեղծում բղծում լրատվական դաշտի այնտեղ հյուր է եղել այն հավերժական հաղթողը ճակերտերով հաղթելու ենք այսօր այդպես կլինի գետինը մտնես եւ գետինը մտնի նա ով քեզ տարել հիմա հասցրել է Բաղրամյանի անունը կրող ռազմաշտաբային այդ ուսումնական հաստատության ղեկավար դրա ղեկավարի պաշտոնին գետինը մտնեք դուք աստծուց վախ չունեք ես չեմ հասկանում չունեք վախ այ անամոթ այ անպատկառ այդ թուրքի լամուկ համար չգիտեմ որերորդ Արծրուն Հովանիսյանես ինչ աղպես դուք հեչ վախ չունեք թե ոստիկանությունը ձեզ շրջապատած տանում ու բերում է բրավո բրավո ոստիկանությանը ոստիկանություն դուք հո ղեկավարներով գետինը մտնես ավելի լավ է ես ամեն անգամ երբ նայում եմ ձեր բարբարոսություններին գիտեք ինչ են հիշում չեմ կարող մոռանալ երբ ամբողջ Երևանը Հայաստան ավելի ճիշտ եռում էր հակա Գորբաչովյան այդ պայքարի ժամանակ եւ երբ մենք ցուցարարներս կանգնած ենք այն ժամանակ Շահումյանի անունը կրող պալատի դիմաց այդ պալատի երկու կողմերից երբ դուրս եկավ Գորբաչովի զորքը վահաններով ինքնաձիգերով ավտոմատներով փայտերով այդ ինչպես է կոչվում մահակներով ոստիկանական գիտեք ինչ արեց այն ժամանակվա սովետական միլիցիան այ ովքեր եղել են այդ ժամանակ կհավաստեն այդ միլիցիան որից ամբողջովին զենք զինամթերքը Դեմիրճյանի հրամանով հանվել էր եւ նրանց պաշտպանի զրահը միայն իրենց արտահակուստն էր եկան եւ կանգնեցին մեր ու Գորբաչովի զորքի արանքում այսինքն եթե կրակեին առաջինը պիտի գնային ոստիկանները իսկ այսօրվա ոստիկանները գետինը մտնեք դուք չեք ամաչում դուք չեք ամաչում որ այդ անունն է կրում ախր ոստիկանը պիտի պատիվ նշանակի պիտի հայրենիք նշանակի պիտի ուժ պիտի նամուս արտահայտի ես ինչ եք անում 5 շաբթի օր այսինքն 3 նստածույցի ժամանակ մենք միացնում ենք հայրենասիրական երգեր շատ բարձր մի ահավոր անլվա այն որ հնդկական գետոներում ցույց են տալիս ֆիլմերում մի անլվա փրչոտ կեղտոտ շալվար մեկը եկավ այդ ձենը կտրեք ես բան ունեմ ասելու ես Նիկոլին անջատվեց մեր երկերի ձայնը գոռում է Արա Նիկոլ իջիբ հայատ ես էստեղ եմ եւ ավել պակաս մեկ անգամ երկու անգամ մեկ էլ որտեղից որտեղ մայթից բուսնեց մի շղթաները վիզը գցած չգիտեմ ինչ փայլփլուն մի ապուշ Նիկոլին բանասողի սենսն ունենցը մենք անմիջապես հասկացանք, որ սա սադրանք է, որպեսզի մեր տղաները փորձեն օգնել այդ անլվային եւ ոստիկանները նրանց թողնեն տանեն մեր տղաներին։ Բայց չէ,
Մենք այնքան փորձ ունենք, 7 տարի մենք տուն չեն գնացել, կամքն է։ Ինչ տեղ ունեցավ ազգային ժողովում Արսեն Թորոսյանի պահվածքը, ինչու է թիրախում երկրորդ նախագահը նրա ընտանիքը, խնդրեմ։ Նախանձից առաջին հերթին, որովհետև իրենցից ոչ մեկը Ռոբերտ Քոչարյանի կտրած եղունգը չարժեն, ոչ մեկը տարածորեն, ամբողջ ԿՊ-ն, որ գումարես իրար հետ, չեն արժենա Ռոբերտ Քոչարյանի կտրած եղունգը։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանին գնահատելու համար պետք է Ռոբերտ Քոչարյան լինել, նրա զգացմունքները ունենալ, նրա քաղաքագիտական մտապատկերները ունենալ, քաղաքագիտական հորիզոնները հասկանալ, նրա հանուն հայրենիքի գնալ ամենածանր հարվածների ենթարկվելը հասկանալ։ Դուք ձեզ թվում է ամեն մեկը կարող է գնահատել Ռոբերտ Քոչարյան։ Հապա ժողովուրդ մի հատ հիշիր, ինչ վիճակում վերցրեց Ռոբերտ Քոչարյանը նախագահությունը։ Ավերված երկիր, ճիշտ է։ Այնպիսի երկիր, երբ որ մարդիկ մեկ սենյականոց բնակարանը փոխում էին օդանավի մեկ տոմսով ու փախչում երկրից։ Այսա կանխեց Ռոբերտ Քոչարյանը։ Ավերակված երկրաշարժի գոտին սկսեց վերականգնել Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը իր գործունեությամբ արտաքին աշխարհում այնպիսի հեղինակություն էր ձեռք բերել, որ իր կառավարման տարիներին 15 թե ավելի երկրներ ճանաչեցին հայոց ցեղասպանությունը։ Ռոբերտ Քոչարյանը կառուցեց Մուշը, Անին։ Ռոբերտ Քոչարյանը կառուցեց Դիլիջանի թունելը, որն այն ժամանակ անվանեցին Դարի կառույց, այն նեղ շրջանում, այն սարսափելի շրջանում։ Ռոբերտ Քոչարյանը լույսը վառեց մեր տներում։ Ռոբերտ Քոչարյանը մարեց բոլոր պետական աշխատավարձերի պարտքերը տարիով, ամիսներով։ Թվեմ էլի թվեմ, հա մի բան էլ ավելացնեմ։ Ռոբերտ Քոչարյանը, երբ Արցախի նախագահն էր ու գնում էր արտասահման, աշխարհի բոլոր խոշոր լրատվամիջոցները մեկ ընդհանուր վերնագիր ունեին՝ չճանաչված երկրի ճանաչված նախագահը։ Ահա սա է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ես լամուկների, իդեմս Արսեն Թորոսյանի այդ փսլնքոտի մեռա եթերից ասելով գոնե թաչկինակ պահիր անտատ մոտդ։ Իդեմս այն անհայտ ծագման արտադրանքի Վահագն Ալեքսանյան, անկեցիկ, դու ով ես, որ կարողանաս Ռոբերտ Քոչարյանի անունն արտասանել, ով ես դու, այդ թուրքի լամոք համար չգիտեմ որ երորդ, որտեղ թուրքի լամոք համար առաջինը Նիկոլն է, երկրորդը Ալյոնան։ Ես այն խեղճ ու կրակ հորտի մասին չեմ խոսում, որտեղ նա անձայն է, այն որ մենակ մեռելների հետ է նկարվում, այն որ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը, կոտրվի այդ աթոռը, հա, քոտակին, անգնեց գլուխը 10 մի անկյունի պրծնեն քեզնից, այսպես սուսուփուս։ Ես շատ դաժան կյանք եմ ապրել, բայց ես երբեք ատելության զգացում չեմ ունեցել, որևէ մեկի նկատմամբ, շատ ծանր կյանք եմ ապրել, բայց չեմ ունեցել ատելու ցանկություն, որովհետև աշխատել եմ, որովհետև իմ ծնողներից լսել եմ, լավություն արա, քիչ ջուրը մի օր դեմը դուրս կգա, բայց ես հիմա ատում եմ ԿՊ-ն, հասկանում եք, Էս ինչ արեցիք մեր երկրի գլխին, որ ես ինձից ավելի բարի մարդ չեմ ճանաչում, բայց ես այսօր ԿՊ-ի մահն եմ տենչում, որովհետև սրանք մեր երկիր մտնելու օրվանից
մահը, էլ չեն թողնում, որ հեռանա։ Միջին թվով շաբաթը 2 զինվոր է զոհվում։ Կար Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին նման հանգամանքներ, որ օրական գրվի մարդ է զոհվել, զինվոր է զոհվել։ Սրանց աչքին զինվորը երևի մարդ չէ։ Ես հիմա ուզում եմ դիմել այդ ընկեցիկին, այդ Վահագն Ալեքսանյան կոչվածին։ Ես մի քանի օր առաջ, ավելի ճիշտ անցած 5 շաբթի, դիմաց դուրս եկա Սմբատյանի հետ։ Չէ, ներողություն, Սմբատ Բակրատյան։ Սմբատ Բակրատյանի հետ դիմաց դուրս եկա, ինքը ինձ տեսավ, ճանաչում է։ Ուզեց հետ քաշվել, ես հասցրեցի ասել զիբիլ։ Ես համոզվեցի, որ ԲՀԿ-ից բոլոր վռնդվածները զիբիլ են։ Ասում ինչ եք հիմար դուրս տալիս, ոստիկանները լսում էին։ Ես հիմար դուրս չեմ տալիս, դու զիբիլ ես, հակառակ դեպքում դու չեր դառնա զիբիլի խոնար ծառա, ամոթ քեզ։ Փախավ մտավ կառավարություն։ Ժողովուրդ, ՔՊ-ից ում տեսնում եք, թքեք երեսներին, ամաչեցրեք, նրանք չպիտի կարողանան մեր քաղաքի փողոցներով առանց ոստիկանական շարասյունների ազատ արձակման գալ։ Չպիտի կարողանան, եթե մենք ազգենք։ Երբ ես խոզուկին, ես հիշում եմ ինչ-որ առիթով, գիտեք ինչը չեմ կարող մոռանալ ու ներել, որ այս խոզուկը այնքան համարձակ գտնվեց, այնքան էր ժրել, որ վազեց ամբիոնից ու ոտքով հարվածեց Արցախյան պատերազմի հերոսին Սեյրան Օհանյանին, այ գետինը մտնես, այ ընկեցիկ, այ թուրքի ընկեցիկ, որովհետև դու անհայտ հորից ու հայտնի չգիտեմ ինչպիսի մորից ծնված ես։ Ես չէի ուզենա որևէ մոր վիրավորել, ով էլ ուզում է լիներ, որ ազգից էլ ուզում է լիներ, բայց այս ՔՊ-ին պատկանողները, սրանց մայրերն էլ են իրենց նման։ Դրա համար էլ զավակներն այսքան այլանդակ են ու այլասերված։ Հիմա Արսեն Թորոսյան, դոկտոր Մահ, մոռացար քո մականունը, դու այն ստոր արարածը, այն ստոր կենթանին ես, դու են Գագիկ Մերքոնյանից էլ ես ստոր, դու այդ Ռոբերտ ներողություն, Անդրանիկ Քոչարյանից էլ ես ստոր, դու երևի ստորագույնն ես, այ գետինը մտնես, հլը են մեծ մասը, ինչ-որ կրթված որևէ բան չունեն մեջները, չեն ավարտել, ինչքան գիտեն դու բժշկական կրթություն ունես, այ դոկտոր Մահ, դու գետինը չես մտնում, և գիտես ինչու ես այդքան ապահով, որ Նիկոլը քեզ չի կպնի, որտև Նիկոլի մանկական շրջանի բոլոր հոգեբուժարաններից հավաքել ես նրա բժշկական փաստաթղթերը ու կտրել ես Նիկոլի լեզուն, քո նկատմամբ իհարկե, այդ դրա համար դու չես ստանում SMS-ով ազատվելու դիմում, իսկ այն մի Ալյոնուխան նույնիսկ առանց ամաչելու, ասում է, այ եթե ինքը պահանջի ինձնից, ես անմիջապես կհրաժարվեմ, այ ոչխար, ներողություն եմ խնդրում ակնդրից ու կնդրից, այ հիմար, այ անուս, քո պաշտոնը ավելի բարձր է, քան նրանը, դու օրենսդիր օրգանի ղեկավարն ես, նա գործադրի, հասկանում ես, այ անգրագետ, գործադիրն է, հաշվետու,
օրենսդրին եւ ոչ հակառակը։ Էս ինչու չեք հասկանում այս տարրական բաները։ Գոնե կողքին որևէ մեկը չկա որ ասի այ բուտ կենթանի դու պաշտոնով ավելի բարձր ես, նա ինչ իրավունք ունի ժողովրդի ընտրյալին նման իրադրության մեջ դնելու։ Գիտեք ինչից է, որտեղ ներքուստ Ալյոնա, ներքուստ դու գիտես, որ ժողովուրդը քեզ չի ընտրել, որ դու ժողովրդի ընտրյալ չես, ինչքան էլ բարբաջես, ինչքան էլ ոստիկաններով շրջապատվես ու ձեռքերը կալանած մարդու երեսին համարձակվես թքել, մեկ է, դրանից քո էությունը, քո բովանդակությունը չի փոխվում, որտեղ դուք բոլորը թուրքի լամուկ եք։ Եթե նույնիսկ արյունով էլ թուրք չի ձեզ մեջ որևէ մեկը, գաղափարն է թուրքի, այդ լուլու մուլու Արուսյակ, Մարիամ Կարապետյան է, թե Մարիա Կարապետյան, թե ինչ, դուք բոլորը թուրքի լամուկ եք, որտեղ ձեր գաղափարն է այդպիսին, ձեզ համար չկա հայրենիք, ձեզ համար չկա հայոց լեզու, որտեղ դուք բոլորը անխնակերպով աղավաղում եք մեր ոսկեղենիկ հայերենը անպատիժ կերպով, անպատիժ, դուք որ հիմնի հնչյունների տակ կանգնել չգիտեք քարացած, ձեզնից ես ինչ սպասեմ, այդ նույնն էլ անցնում է ժողովրդին, օրինակ երբ որ հանրահավաքներ են լինում և հնչում է կամ Հայաստանի Հանրապետության հիմնը, կամ Արցախի հիմնը, տեսնում ես էլի, մեկը խոսում է, մեկը ծանոթ տեսավ համբուրվում է, այն մյուսը գրկախառնվում է, քանի մենք չենք սովորել հիմն հարգել, հիմնի հնչյունների տակ կանգնել քարացած, մենք պետություն չենք ունենալու ժողովուրդ հիշեք, դու ես մեղավոր, որ քո ծոցում այսքան անորակություն ես ստեղծել ու պարփակել, ժողովուրդ դու մեղավոր ես, քո տխմար մասան կործանեց մեր երկիրը, քո տխմար մասան, քո լավագույն զավակները զոհվում են, մարտնչում են, շաբաթվա մեջ 7 օր բողոքում են, բացատրում են, բայց օգուտը զգալի չէ, իսկ քո տխմար մասան միայն Նիկոլ է ասում ու գովերգում, դեռևս, ճիշտ է շատ չեն, բայց քանի որ կան, ուրեմն մեր ժողովուրդը արատավոր է, պիտի սա հաշվի առնենք։ Ես ուզում եմ անդրադառնալ Լևոնի մի բառակապակցությանը, երբ այս թուրքի լամուկները չեն կարող Լևոնին տեսնել ու չխոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, հայրդ, այ դեգեներատներ, ներողություն եմ խնդրում օտար բառի համար, ինչ հայր, ինչ մայր, ազգային ժողովի ամբիոնի մոտ ազգակցական կապեր են խոսում, հա, որ դուք գոնե մի քիչ կրթված լինեիք, դուք կպահպանեիք կոռեկտությունը եւ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս կասեիք Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետո կշարունակեիք ձեր ասելիքը։ Եվ այս հարցով ուզում եմ նաև խնդրել Լևոնին, որ տուրք չտա այս շնավոհմակի, այս ավստրալական դինգո վայրի շների ասածներին եւ ինքը չասի հայրս, մի ասա, Լևոն ջան, ես խնդրում եմ, մի ասա, այդ դահլիճում միայն խնդրում եմ, բոլոր պաշտոնները
հատ անգծելով ասա Ռոբերտ Քոչարյան, որովհետև նա այնպիսի ամակ բառը օգտագործեմ, սա գավառական է իհարկե, գրականը չէ, նա այնպիսի ամակ ունի, այդ բառը ուղղակի շատ է հարազատ հայ ազգի, Հայաստանի Հանրապետության վրա, որ նա արժանի է այդպես կոչվելու, լրիվ ամենավերջին տառը պաշտպանելով։ Եվ ես հիմա ուզում եմ, կոչ եմ անում բոլոր այն հայ տղամարդիկ, մասնավորապես զինվորականները, մասնավորապես մտավորականները, հավաքվեք, միավորվեք Ռոբերտ Քոչարյանի շուրջ և կտեսնեք, թե հաջողությունը ինչպես է վազելու Հայաստանի Հանրապետության ետևից, ինչպես է վերադարձվելու Արցախը, և ես ուզում եմ ուսուցիչներին դիմել, ուսուցիչ, քո պարտքն է, ուսուցչի քո պարտքն է, երեխայի գիտակցության մեջ վառ պահել Արցախ անունը, Արցախի հերոսների անունը, Արցախի այդ չքնաղ լեռնաշխարհի, այդ մարշալների, գեներալների, հպարտ հերոս զինվորականների երկիր Արցախի անունը, մեր գիտակցությունից մենք դա իրավունք չունենք անելու, ինչպես մինչև հիմա չենք անել Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան, և ում դուրը չի գալիս այս արտահայտությունները, թող հեռանա այս երկրից, որտեղ սա իրենը չի, որովհետև այս երկիրը մերն է, մենք ենք մեր կյանքը իսպաս դրել մեր երկրի կառուցման աշխատանքներին, մենք ենք մեր երկիրը մաքուր ձեռքերով, տաք սրտով գուրգուրել ու մեծացրել, մենք ենք հաղթահարել մութն ու ցուրտը, մենք ենք հաղթահարել այն ամեն վատը, որ եղել է մեր առօրյայում, լուսավոր ապագայի երազանքով, որովհետև ես հիմա կուզենայի, թող լինեին 90-ական թվականներին, բայց մեր երազանքները այսպես փշրված չլինեին, ու մեր սերնացանները այս թուրքի լամուկների ձեռքով հողի տակ դրված չլինեին, մեր սերնացանները, գիտեք, իմ հայրն էլ է, անմահների գնդի զինվոր կարող եմ ասել, այսինքն 6 տարի է ծառայել, իմ հորեղբայրը չի վերադարձել, անմահներից է, այդ մարդիկ, իմ հայրը, ես որ հիմա հիշում եմ, ասում էր, հայ տղերքը առյուծի նման էին կռվում, մինչև կերճ հայրս գնացել է, հայ տղաները իրար ձեռքից էին խլխլում պոստերը, որ իրենք կռվեն, այդ ադրբեջանցիները դուրակ էին, որովհետև բացարձակ ռուսերեն չգիտեին, հրամանները չէին կարողանում կատարել, նրանց չէին վստահում առաջին շարքերը, հայը ուրիշ էր, և ինչ հայ տղաները մոտ 650,000 տղամարդ է գնացել 18-ից 45 տարեկան, չհաշված ավելի երիտասարդները և ավելի մեծերը կամավորները, նրանց կեսը չի վերադարձել, մեր գյուղը մի փոքր գյուղ, այդ անմանների հուշարձանի վրա 129 տղայի անուն է փորագրված, հասկանում եք, ես հիշում եմ, աղջիկներ կային, մեծացել էին, մայրս ասում էր, այս հրաշք աղջիկները մնացին տանը, ում հետ ամուսնանան, ում հետ ընտանիք կազմեն, որ երեխա ծնվի, այս բոլորը հաղթահարել ես դու ժողովուրդ, դու հաղթահարել ես, այսօր ինչու քո մեջ տարիքն առած, նույնիսկ երիտասարդ էլ, շատ ջահելներ մեկ էլ փողոցում պարում են Նիկոլի անունը տալով,
Դուք սավսալակ եք կներեք այս բարի համար, սա Շիրակի տարածաշրջանի բարբար է, սայլուկ եք, գյումրեցիների բարբարով ասեմ, ես չեմ հասկանում, շատ մեծ տիեզերագնացի խելք է հարկավոր այս հասարակ բաները հասկանալու համար, իրավունք չունենք, 21-րդ դար հասցրած մեր երկիրը, Աստծոն նվիրյալ երկիրը, հայկական լեռնաշխարհը, որը մարդկության երկրորդ սերնդի այն հարթակն է, որտեղ Նոյի տապանը կանգ առավ Մասիսի լանջին, իսկ Մատենադարանը այստեղ է, մեր Երևանում, եւ Աստված մի արասցե, որ այս քպն այնքան մնա, որ Մատենադարանը դառնա Թուրքիայի սեփականություն, հասկանում եք, ես հիմա էլ կասկած ունեմ, որ Մատենադարանի գանձերից ով գիտի ինչքանը արդեն գողացված են, եւ ավարտելով ուզում եմ մեկ նախադասություն էլ Տիրանայում այսօր հանդիպել են այս մեր խեղճ ու կրակ ողորմելի ու Ադրբեջանի քիթացից նախագահը, պատկերացնում եմ այն ողբալի, այն դժնդակ պատկերը, որ մենք երեկոյան լուրերում կտեսնենք, այս խեղճ ու կրակ, ինչպես որ գնաց Կրեմլում, խեղճ ու կրակ վեր ընկավ, ոչ մեկը բանի տեղ չդրեց, դեռ ավելի նստեցրին Լուկաշենկոյի ոտքերի մոտ, հիմա էլ Տիրանայում, ասացիր, մեծ եղբորդ հետ հասցրեցիր պայմանավորվել, հիմա ինչ զուլում պիտի բերես, ժողովուրդ վեր կաց, դու պարտավոր ես դուրս գալ փողոց, դուրս արի փողոց, բոլորս մի անգամից, գտնենք մեր առաջնորդին, մենք երկիր չունենք կորցնելու, մենք պարտավոր ենք մեր երկիրը փրկել օրհասից։ Ես եմ շնորհակալ։